շրջանում ես հենց այսօր եւ այդ կպարզեմ, թե երբ է վարչական շրջանը իր ուժերով մտնելու Սաֆարյան փողոց։ Պարոն Փամբուխչյան, մի հարց, եթե դեմ չեք, մի հարց տամ ձեր ծառայողական մեքենան որքան վնասներ է կրել Երևանի մարդաբույր փոսերից։ 0 Չեք երթևեկում։ Նաև անձնական մեքենան նույնպես։ Այդ ինչպես եք երթևեկում ամբողջ զգուշությամբ մենք էլ ենք զգուշությամբ երթևեկում ամբողջ Երևանում են փոսեր։ Մեր տան մեքենան նույնպես երթևեկում է ամբողջ Երևանով եւ կրել է 0 վնաս։ Կներեք, եկեք համակարգենք։ Մենք մի փոքր ժամանակ ունենք, եթե հարց ունեք, 1-2 հարց, ավելին չէ։ Այո, հարցեր ունենք, եթե դեմ չեք։ Պարոն Փամբուխչյան, այդ 5 ընկերությունները, որ նշեցիք, ուղղակի ձեր խոսքից հասկանալի չեղավ, այսինքն իրենք նախորդ տարի AAB պրոյեկտի հետ իրականացրել են աշխատանքները, որ ասացիք գումար չի վճարվում երաշխիքի մեջ են, թե հիմա դրանք նոր ընտրված ընկերություններ են։ Ես եթե չեմ սխալվում, 5-ից 4-ը նոր ընկերություններ են, մեկը փոխկապակցված, ճիշտ եմ, չէ՞ ասում, մեկը AAB-ի հետ փոխկապ սեփականատերն են նույն մարդը կամ իրար հետ փոխկապակցված ընկերություններ են։ Իսկ երաշխիքը վերաբերում է անկախ նրանից, թե հիմա ներկայային ինչ ընկերությունով է հանդես գալիս, միևնույնն է նախորդ տարվա իր արած աշխատանքը երաշխիքի մեջ է, այսինքն եթե այդ ընկերությունը կա, ձեր նշած AAB կլինի կամ մյուսը կլինի, այդ ընկերությունը ունի երաշխիքային պարտավորություններ։ Այս տարի թե ինչ ընկերությունով է մասնակցում, այս տարի նույնպես ծագել է արդեն երաշխիքային պարտավորություն, այսինքն 1 տարվա ընթացքում ինքը պարտավոր է թերացումները վերացնել, որոնք որ կառաջանան։ Հարյուրավոր գրառումները կապված փողոցների վիճակի, երթևեկության, մեքենաների վնասների հետ չեք տեսնում, թե չտեսնելու եք տալիս որևէ արձագանք չկա քաղաքային իշխանության կողմից դրանց։ Ես կարծում եմ, որ քաղաքային իշխանության արձագանքը հենց այն լայնածավալ ասֆալտապատումն է, որը որ իրականացում է։ Դրանից լավ արձագանք, այսինքն եթե ես փորձեմ ձեր գրառմանը պատասխանել, ուղղակի մենք նստենք եւ միասին մեկնաբանություններ գրենք, ես ձեզ գրեմ, դուք ինձ գրեք, դրա փոխարեն ես կարող եմ դուրս գալ փողոց եւ որևէ շինարարի մատնանշել ձեր նշած խնդիրը եւ այդ խնդիրը վերացնել եւ ես կարծում եմ դա լավագույն արձագանքն է, որը որ մենք կարող ենք տալ։ Իսկ Դանիել Իոնիսյանը երեք ներողություն վերջին հարցը, Դանիել Իոնիսյանը երեք տեսանյութ էր հրապարակել, որտեղ որ ասֆալտապատումն իրականացում էր եւ մեծ փոշի էր բարձրացել, սրա վերաբերյալ ինչ կասեք։ Տեսեք, դա հավելյալ տեխնիկա է պահանջում, նման տեխնիկա ոչ ոք չունի, փոշեկուլ իմաստով եմ ասում, որովհետեւ դա իրենից այլ ենթակառուցվածքներ է պահանջում, նաև հավելյալ մեքենա եւ այլն։ Մենք իրականացնում ենք այդ փոշին, վերացնում ենք փորած ասֆալտի այդ հատվածից եւ նշեցի մեր այլ ընկերություն քաղաքապետարանի կից ԵԱՍՄ ընկերությունը իրականացնում է այդ փոշու